Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկման ընթացքում մենք կքննարկենք այն նոր, անսպասելի և չափազանց ինտրիգային զարգացումները, որոնք շարունակում են լարվածության մեջ պահել մեր հերոսներին և մեզ։ Այսօրվա դրվագները լի են ինչպես հուզիչ, այնպես էլ խիստ ճակատագրական բացահայտումներով։ Սկսենք ամենահուզիչ և զգացմունքային տեսարանից։ Դավիթ Պապիկը անհանգիստ մտնում է Մանանի հիվանդասենյակ։ Նա շատ ծանր է տանում ստեղծված լարվածությունը և անկեղծորեն կիսվում է Մանանի հետ, ասելով, որ Գրիշոն հենց իրենց է մեղադրում այս դժբախտ պատահարի և տեղի ունեցածի համար։ Սակայն Մանանը ցուցաբերում է մեծ հասունություն։ Նա Պապիկին խնդրում է պարզապես ուշադրություն չդարձնել Գրիշոյի խոսքերին, վստահեցնելով, որ ինքն անձամբ կխոսի նրա հետ և ամեն ինչ կհարթի։ Պապիկի խոսքերն այս պահին պարզապես հալեցնում են սրտերը։ Նա ասում է, որ իր համար այս կյանքում միայն մեկ բան է կարևոր, որպեսզի Գրիշոն ու Մանանը լինեն անսահման երջանիկ։ Մանանն էլ անչափ հուզված պատասխանում է, որ ինքը շատ է սիրում Պապիկին ու եղբայրներին։ Այս միջադեպից անմիջապես հետո Գրիշոն կայացնում է վերջնական ու կտրուկ որոշում։ Նա հասկանում է, որ հենց հիմա է այն ճիշտ պահը, երբ ինքն ու Մանանը պետք է թողնեն ամեն ինչ և գնան առանձին ապրելու, հետագայում նմանատիպ տհաճ միջադեպերից և ընտանեկան բախումներից վերջնականապես խուսափելու համար։ Նրանք միասին գնում են Գրիշոյի վարձած նոր բնակարան, սակայն այստեղ ճակատագիրը նրանց համար շատ կարճ անակնկալ է պատրաստել։ Պարզվում է, որ այդ բնակարանը գտնվում է ճիշտ այն նույն շենքում, որտեղ ապրում է Մաշը։ Եվ իհարկե, զուգադիպություններն այսքանով չեն ավարտվում։ Մաշը շենքի մոտ միանգամից նկատում է Գրիշոյին ու Մանանին և իրեն հատուկ ցինիզմով հարցնում, թե արդյոք նրանք եկել են հատուկ իրեն հյուր։ Մանանը ահավոր զայրանում է այս հանդիպումից, իսկ Գրիշոն ուղղակի չի հասկանում, թե ինչպես է ստացվում, որ իրենք ամենուր, ամեն քայլափոխի հանդիպում են Մաշին։ Իսկ իրադարձությունների մյուս կողմում տեսնում ենք Լեային, ով Լեոյի հետ ունեցած ծանր խոսակցությունից հետո ահավոր հուզված և կոտրված վիճակում վերադառնում է տուն։ Իննան, տեսնելով դստերը նման ողբերգական ու խղճալի հոգեվիճակում, ինքն էլ է հայտնվում ահավոր ծանր դրության մեջ։ Որպես մայր նա հասկանում է, որ այլևս չի կարող ձեռքերը ծալած նստել և որ ճիշտ ժամանակն է մեկ անգամ ևս, անկախ ամեն ինչից, հանդիպել Լեոյին։ Իննան զանգահարում է վերջինիս և կանչում հանդիպման։ Լեոն գալիս է, բայց նրա պահվածքը բավականին սառն է։ Նա ասում է Իննային, որ վերջինս պետք է շնորհակալ լինի, որ ինքն առհասարակ եկել է այս հանդիպմանը, բայց Իննան դրան ուշադրություն չի դարձնում, քանի որ գլխում հասունացել է մի նոր հզոր պլան՝ երիտասարդ սիրահարներին ամեն գնով հաշտեցնելու համար։ Սակայն Լեոն Իննայից պահանջում է, որ ջնջի իր հեռախոսահամարը և ընդմիշտ մոռանա իր մասին ու այլևս երբեք չանհանգստացնի իրեն։ Այս ընթացքում զարգանում է նաև մեր սերիալի ամենախորհրդավոր գծերից մեկը։ Օլգան և Ավոն հանդիպում են, ընդ որում հանդիպումը կայանում է հենց Ավոյի նախաձեռնությամբ։ Սակայն զրույցի ընթացքում Օլգան տալիս է մի հարց, որը պարզապես շիկացնում է մթնոլորտը։ Նա ուղիղ հարցնում է, թե ժամանակին ինչ կապ են ունեցել Հունանն ու Ռաֆոն։ Այս անունը լսելով Ավոն զարմանքից ու սարսափից ապշում է։ Նա գլուխ չի հանում, թե ինչու է Օլգան նման վտանգավոր հարց տալիս և միանգամից սկսում է մտածել, որ Օլգան հաստատ ինչ-որ լուրջ բան գիտի անցյալի մութ գաղտնիքներից։ Խուճապի մատնված Ավոն արագ հրաժեշտ է տալիս և ուղղակի վախից փախչում ռեստորանից։ Մինչդեռ Հունանը վերջնականապես համոզվում է, որ Արամը երկակի խաղ է խաղում և դավաճանում է իրեն։ Նա արդեն մտածում է ամենադաժան միջոցներով պատժել նրան, իսկ կասկածները հաստատելու համար Հունանը սկսում է գաղտնի հետևել Արամին և անսպասելիորեն պատահաբար ականջալուր է լինում մի շատ կարևոր խոսակցության։ Նա լսում է, թե ինչպես է Արամը հեռախոսով խոսում իր հորեղբոր հետ և մանրամասն կիսվում իրենց հետագա պլաններով։ Սա իսկական փոթորիկ է խոստանում ապագայում։ Եվ վերջապես, մեր այսօրվա ամենաինտրիգային կանխատեսումը։ Հաջորդ օրը Արամը հանդիպում է Լեային և փորձում է խորամանկությամբ ինֆորմացիա կորզել։
Նա հարցնում է, թե իրականում որն է նրա եւ Լեոյի բաժանման բուն պատճառը։ Լեան անակնկալի է գալիս, խառնվում է իրար, սկսում է անհանգիստ փոխել խոսքն ու արագ հեռանում է։ Այս պահվածքը Արամի համար դառնում է վերջին ապացույցը։ Նա միանգամից հասկանում է, որ Ավոն լիովին ճիշտ էր, երբ ասում էր, որ հենց Հունանն է սպանել իր եղբորը, Սարգսյանների հորը։ Սա դառնում է եւս մեկ շատ հզոր զենք Արամի ձեռքում, Հունանից դաժան վրեժ լուծելու համար։ Եվ մենք վստահաբար կանխատեսում ենք, որ մեծ է հավանականությունը, որ հենց Արամն է լինելու այն մարդը, ով Լեոյին վերջապես կպատմի ողջ դառը ճշմարտությունը։ Իսկ դուք ինչպես եք կարծում, արդյոք Արամը իսկապես կբացահայտի ճշմարտությունը Լեոյին, թե Հունանը կհասցնի առաջինը ոչնչացնել նրան։ Անպայման կիսվեք ձեր վարկատներով եւ սպասումներով մեկնաբանությունների բաժնում։ Մեզ համար շատ կարեւոր է լսել ձեր կարծիքը։ Եվ իհարկե չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միշտ առաջինը տեղեկանաք ամենաթեժ զարգացումների մասին։